փոքրիկ անշուք խանութի առջևից քայլելով Թեհրանում տեսնում եմ մեկ հատ իր ուրեմն ստեղծագործություններից մեկ մտնում է խանութ, բնականաբար խանութման իրեն չի ճանաչում։ Հարցնում է, որ այս ստեղծագործությունը կարող եմ տեսնել, ցույց է տալիս, ուրեմն հարցնում է ինչ է գինը, շատ փոքր գին է առաջարկում խանութմանը։ Ուրեմն Մարկոն կրպանից հանում է այդ գնի հսկայական անգամ ավելին, վճարում է խանութմանին, իրեն ներկայացնում է, ասում է հեղինակը ես եմ և ուզում եմ քեզ ասել, որ դու պիտի ճանաչես ստեղծագործությունների իրենց արժեքը։ Երբ Մարկոս Գրիգորյան անունը փնտրում ենք համացանցում, հայկական աղբյուրներում հանդիպում ենք հետևյալ քրեական վերնագրերով նյութերի։ Մարկոս Գրիգորյանը կասկածում էր իր շրջապատին։ Շարժառիթը թերևս եղել է Գառնու ամառանոցի վաճառքը, ծեծել են 80-ամյա նկարչին, հակամարտության թանգարան, ում էր խանգարում Մարկոս Գրիգորյանը։ Մինչդեռ տարբեր երկրներում, տարբեր քաղաքակրթություններ և տարբեր սերունդներ ներկայացնող բազմաթիվ արվեստագետներ, Նամի, Քալանթարի, Անսելմո, իրենց համարում են աշակերտներն ու հետևորդները հայ ազգի նկարիչ Մարկոս Գրիգորյանի։ Նրա աշխատանքները ներկայացված են Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի, Ռոքֆելլեր կենտրոնի հավաքածուներում, Հռոմի, Թեհրանի, Երևանի պատկերասրահներում և այլուր։ 1978 թվականին ժամանակակից արվեստի կոլեկցիոներն էլ Ռոքֆելլերը 4 աշխատանք գնեց Մարկոյից և հետագայում մեկ գործ նաև Նյու Յորքի Մարկոյի Աշիլ Գորգի կոչվող արվեստանոցից գնեց գործ և այդպես հավերժացրեց և տարբեր թանգարաններում և ցուցասրահներում տեղ գտավ Մարկո Գրիգորյան արվեստագետի գործերը։ Հորդանանում մենք մտանք մի գրախանութ, որտեղ վաճառում էին մի հատ գիրք արևելքի արվեստի մասին, ժամանակակից արվեստի մասին և այդ գիրքը թերթելով պարզվեց Մարկոսի մասին էլ է գրած այնտեղ։ Այդ գիրքը կազմել էր Հորդանանի առաջի իշխանուհին, թագավորի եղբոր աղջիկը, որը մեզ հրավիրել էր ցուցահանդեսով, ինքը նաև արվեստաբանությամբ էր զբաղվում, և Մարկոսին անձամբ չիմանալով, իր գործունեությունը ուսումնասիրելով Իրանի տարածքում, իր մասին նաև գրություն կար այդ բանի մեջ։ Սա Փահլավի դինաստիայի թագուհի Ֆարահն է Մարկոյի հետ, երբ ժամանակակից արվեստի, Իրանի ժամանակակից արվեստի թանգարանն էր հիմնադրվում Պարսկաստան, անձամբ ինքը Մարկոյի աշխատանքներից մի քանիսը գնեց և նվիրեց թանգարանին։ Նման Մարկոս Գրիգորյանին հանդիպած այն վաճառողուհուն մենք էլ արժեքը գնահատել չիմանալու խնդիր ունենք կարծես։ Տեղադրենք տեղեկատվությունն ինքներս, սկսենք սկզբից։ Ծագումով Կարսից, ծնված Ռուսաստանում, հասակ առած Իրանում, արվեստագետը կրթվել է Հռոմի գեղեցիկ արվեստների ակադեմիայում։ Նա ամեն տարի ցուցահանդեսներ է տալիս, ընդհանուր մինչև անհատական ցուցահանդես, իսկ դա նույնիսկ բարձր կուրսի կամ ավարտական կուրսի ուսանողի համար այդ տարիների Հռոմում արդեն երևույթ է։ Հանկարծ այդ նույն Մարկը, որը այդ միջավայրին շատ լավ է հարմարվել, իրեն շատ լավ է զգում, ճակատագրական վճիռ է կայացնում վերադառնալ Իրան։ Մարկոս Գրիգորյանի վերադարձով Իրան սկսվեց Իրանի ժամանակակից արվեստի շարժումը։ 1954 թվականին բացում է իր նկարչական ստուդիան, Գալերի Էսթետիկը։ Նույն թվականին դառնում է Հռոմի նկարիչների ասոցիացիայի անդամ։ Իր ճակատագրական այդպես պատմության սկիզբը կարելի է համարել 54-ից հետո, երբ նա վերադառնում է Պարսկաստան և իր համար հետաքրքիր էր տվյալ ժամանակաշրջանի ժողովրդական, այսինքն իրանական ժողովրդական արվեստը, որն է։ 1958 թվական Մարկոս Գրիգորյանը արվեստի նախարարության հովանավորությամբ կազմակերպում է Թեհրանի ժամանակակից արվեստի առաջին բիենալեն։ Վենետիկի բիենալի մի քանի բիենալների կոմիսարն ա եղել։ Իդեպ Թեհրանի բիենալեի ավանդույթը շարունակվում է մինչ օրս։ Ոչ միայն սա, այլ նրա հիմնադրած շատ ավանդույթներ ու նրա ստեղծագործություններն արդեն անցել են ժամանակի փորձությունը։
իրեն ժամանակից արվեստի թանգարանում առանձին մի պատ կա, որտեղից սկսվում է իրենց արվեստը եւ սկսվում է Մարկոսով։ Ինքը դարձավ մի տեսակ խաչմերուկ արևելքի եւ արևմուտքի մշակույթի։ Աշխարհում հայտնի են պարսկական գորգերը։ Մինչդեռ մենք լավ ենք ճանաչում նաև հայկականները, որոնք ցավոք այդքան էլ հայտնի չեն։ Արվեստագետն ընտրում է մեկ այլ ուղի։ Հայ ազգի, Պարսկաստանում ապրած, եվրոպական մշակույթին քաջատեղյակ Մարկոս Գրիգորյանն ստեղծում է գորգեր իր իսկ էսքիզներով։ Հետաքրքիրը ոչ թե դա է, որ սկիզբը պարսիկներն են ստեղծել կամ հայերը, այլ նորովի շունչ եւ որպես արվեստի ստեղծագործություն դիտել է։ 1956-ին ծնվեց զավակս, Սաբրինա Գրիգորյանը։ Երբ նա փոքր էր, մի օր նրա համար սկսեցի գունավոր մատիտներով մի ուրախ այցիկ նկարել, լոքս վարճանալու համար։ Նա խնդրեց նկարել եւս մեկը, եւ շուտով նրա համար նկարած այցերի մի երկար շարան առաջացավ։ Դրա շնորհիվ ես ստեղծեցի այցերով բազմաթիվ հորինվածքներ, որոնք արձագանքն էին ուրարտական քարի վրա փորագրված պատկերների եւ հին շոշի խեցեղենի, առանց ջանալու կրկնօրինակել պատմության էջերը։ Կա որ վիշապագորգեր էր, կա աղունիկներ էր, ամեն տեսակ այդ հին գորգերից ինքը տենց էսքիզներ անում էր ու ասում էր մեզ, մենք էլ անում ենք։ Կան նաև այլ մոտիվներ իր գորգարվեստում, որ ամբողջովին հայկական են, չնայած էլի ծագումնաբանական տեսանկյունից, երբ մենք վաղ իրանական եւ հայկական գորգեր ուսումնասիրում ենք, կան շատ նմանություններ եւ տարբերություններ։ Բայց կենաց ծառը եւ այլ մոտիվներ մենք փնտրտուքներից ելնելով հասկանում ենք, որ դա հայկական ինչ-որ ծագում ունի։ Գալիս էր, նստում էր մգրադը, առնում էր ձեռք սիրուն, նստում էր կողներս, անթաց, սենց շոյելով, գորգերեսը հարթացնում էր, շովում էր, ու ինչքան էր սիրում իր էսքիզները ուրախանում էր, շատ էր ուրախանում իր գորգերով, իր արածներով։ Սաբրինայի նկատմամբ հոր նվիրումն ու սիրո դրսևորումը նման այս գորգերին սկսվեցին այցիկ նկարելով, բայց հետագայում գործվեց մի ամբողջ նվիրումի պատմություն։ Պատմություն, որտեղ թաքնված է թե Մարկոս Գրիգորյան անձին, թե նույնիսկ արվեստագետին ճանաչելու բանալին։ Հայր ու աղջիկ, որ կարելի ասել, զգում էր, որ այնպիսի կապ եւ սեր կա, բայց նույն ժամանակ ամեն ինչի վրա վիճաբանություն էր։ Ինքը իր երեխային մորից, որ բաժանվել էին կնոջից, վերցրեց եւ իր քրոջ մոտ պահեց։ Վստահ եմ, որ իր աղջիկը անպայման մոր կարոտը զգացել է իր կյանքում։ Գրեգորի Մարկը նկարահանվել է նաև ֆիլմերում։ Չէ, սա շփոթմունք չէ։ Ուղղակի Մարկոս Գրիգորյանին հենց այս անունով են ճանաչել կինոաշխարհում։ Երեխան դեռ փոքր էր, 2 տարեկան էր, որ բաժանվեց իր կնոջից, եւ այդ երեխային ինքն է պահել, մեծացրել, Շվեյցարիայով ուղարկել, Անգլիայով ուղարկել հանգուցյալ Սաբրինան։ Այդ ծախսերը հոգալու համար նա գնաց կինոյի դերասան դառավ, որ այդտեղից փող աշխատի, որտեղ ժամանակից արվեստից այդպես փող դուրս չէր գալիս։ Արվեստի պատմության մեջ այս անվան ներդրումները չեն սահմանափակվում միայն սեփական ստեղծագործություններով։ Ղահվե խանե բառացիորեն նշանակում է սուրճ եւ տուն։ Այդ արվեստի գործերը ավելի շատ պրոպագանդվում էին թեյարաններում, որտեղ նկարվում էր տարբեր ինքնուս նկարիչների կողմից, որոնք չունեին, ասենք, մասնագիտական որևէ կրթություն։ Մանավանդ Պարսկաստանում 2 հատ վարպետ կային, Խոլար Աղասին եւ Մոդաբերը, որը թեյատներում կախված էր իրանց գործերը։ Այդ մարդկանց բերեց, իրենց նկարչի պատիվ տվեց եւ հասկացրեց, որ իրանք մեծ վարպետներ են։ Նրա ջանքերով ստեղծվեց անկախ կամ ազատ նկարիչների խումբը, որ անվանվեց նաեւ 7-ի խումբ կամ ազատ եւ անկախ նկարիչների խումբ։ Հայրենիքից հեռու հայրենյաց հողը կարևորելով էր թերևս, որ Մարկոսը հողը ներկայացրեց որպես ստեղծագործություն։ Զարա Մոկացյանի խոսքերով հողն այստեղ հանդես է գալիս միաժամանակ նախապատմական անխաթարությամբ, պատմական ծածկագրերով, ետպատմական գեղագիտությամբ։
երբ Մարկոսը ցեղի չորացած կտորներ ցուցադրեց թանգարանում, Նյու Յորքում մի մեծ վերլուծաբան գրեց. Աստծո ամենամեծ արարումը հողից ու կավից էր, եւ Մարկոս Գրիգորյանն Աստծուն պաշտելով իր գլուխգործոցներն արարեց հողից ու կավից։ Հետագայում Մարկոն ավելի աչքի ընկնում իր հողարվեստով, այսինքն եթե ժամանակի առումով այդպես առաջ գնանք, 1960-ական թվականները համընկնում է համաշխարհային արվեստի պատմության մեջ land art կամ earthwork կոչվող արվեստի տեսակի ստեղծման հետ։ Ինքը փորձում էր ամեն ինչ։ Ինքը փորձում էր հողը, փորձում էր ցորենը, փորձում էր դարմանը եւ ամեն մի փոքր առիթով կարողանում էր կյանքից մի բան ստեղծել։ Քառակուսին դա նրա տունն է, օտար աշխարհի միապաղաղությունից մխիթարություն գտնելու միակ տեղը։ Հողը դրվեց քառակուսու մեջ ու վերածվեց պաշտամունքի, հայրենիքի հողը։ 1991 թվական անկախ հայրենիք վերադարձած Մարկոս Գրիգորյանը Փարաջանովի տուն թանգարանում բացում է իր անհատական ցուցահանդեսը։ Փարաջանովը 88 թվականին, երբ որ եկել էր Նյու Յորքի ֆիլմ ֆեստիվալ, այդ ժամանակ ծանոթացել էր Մարկոսի հետ։ Այս շենքը 91 թվականին դեռ վերջին աշխատանքներն էին արվում ներքին հարդարման եւ մի սենյակ ունեինք մենք ներքևից առանձին մուտքով։ Մարկոն խնդրեց, ասեց ես գամ այստեղ գործերս անեմ, այդ դարմանից գործեր էր անում։ Առաջին այս թանգարանի շենքից օգտվել է Մարկոն 1994 թվականին էր։ Նա ուրեմն վերցեց այդ բանի վրա աստիճանների ցածը, փողոցն է, այստեղ Թումանյան փողոցն է, այստեղ մի հարթակ կար Թումանյանի տուն թանգարանը, վերևն էր ցուցահանդեսը։ Ինքը այստեղ գետնի վրա նկարեց, գծեր, բերեց, մինչև փողոց Թումանյանը կտրեց եւ անունը դրել էր Երևանի աղբյուրները չորացել են, որտեղ այդ ձևով սոցիալական քննադատություն էր անում, որ ջուր չկա Երևանում։ Մինչ հայրենիք վերադառնալը Մարկոս Գրիգորյանը ոտք դրեց նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հողին, որտեղ եւ հիմնադրեց Գորկի պատկերասրահը։ Մեկ այլ հայրենի հողի կարոտով արվեստագետի անվամբ ումցավն այդքան ծանոթ էր Մարկոս Գրիգորյանին։ Մարկոն ապրում էր մետրոպոլիտեն թանգարանի կողքը, Madison Avenue, շատ կենտրոն տեղ է, այսինքն Նյու Յորքում, Մանհեթենի վրա, եւ շատ գեղեցիկ մի հատ բան ուներ, գալերեա ուներ, Արշիլ Գորկի, 3 հարգանի գալերեա էր։ Սա հարսանիքի խոնչա է։ Խոնչա գիտես ինչ։ Չէ, չգիտեմ։ Խոնչան հարսանիքին գլխի վրա այսպես բաներ շարում են, տանում են դեպի հարսի տունը։ Այո։ Եվ այստեղ սիմվոլիկ գույքեր կան։ Բնակը, կոտրած բնակը, փողը, բրինձ, առատությունը։ 1993 թվական սեպտեմբերի 28-ին նորանկախ Հայաստանի Հանրապետությունում Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում բացվում է Միջին Արևելքի թանգարանը Սաբրինա Գրիգորյանի եւ Մարկոս Գրիգորյանի հավաքածուի հիման վրա։ Աստորեն Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում իր գոյության կարճատև ժամանակամիջոցի ընթացքում մենք նոր մշակութային մի կենտրոն ենք հիմնադրում կամ դրա հիմնադրման քարերն ենք դնում, անկյունաքարերն ենք դնում։ Բայց այսօր ունենք ինչ ունենք։ Հիմա տեսնում եք այս կարելի ասել փոքրիկ ինչ որ չափով խղճուկ։ Այսօր անկեղծ ասած ես երևի 1 տարուց ավելի չեմ եղել այս թանգարանում, բայց այսօր որ քայլեցի շատ կսկիծ զգացի։ Մարկոս Գրիգորյանը հավաքածուն նվիրել է պետությանը պայմանով, որ նրա համար տարածք հատկացվի։ Հավատաց այն ինչ որ իրեն ասեցին, բայց չկատարվեց 20 տարուց հետո դեռևս գրականության թանգարանի մի անկյունում տեղ ունի։ Միգուցե ղեկավարությունը կհասկանա, որ թանգարաններ կառուցելը նույնչափ կարևոր է, ոնց որ գործարան կառուցելը, որովհետև ի վերջո կարող է ավելի շատ եկամուտ բերել երկրին դա։ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում ենք։ Ընդամենը 1 քայլ եւ մենք կրկին կվերադառնանք մեր թեմային։ Հիմա արդեն Միջին Արևելքի թանգարանում ենք։ Այս 1 քայլում ամփոփված է 18 տարի ձգվող չիրականացած խոստումը։
մեր իրականության մեջ Մարկոս առաջիններից մեկն է, որ նվիրել է իր հավաքածուն եւ նախարարությունը բարձր է գնահատում այդ հավաքածուն։ Հենց որ պետական այրերը այդ թղթով, գերությունով այդ նվերը ստացան որպես Հայաստանի սեփականություն, արդեն մոռացան այդ ամեն շենքի բանի մասին։ Աստորեն սա առանձին թանգարան է լինելու, նոր թանգարանի հիմք է դրվում Հայաստանի Հանրապետությունում։ Առայժմ շենքային այս պայմաններում մենք հնարավորությունների սահմաններում կարծում եմ կարճ ժամկետում ես երեք արդեն քաղաքային իշխանությունների ղեկավարության գործնական խոսակցություններ եմ ունեցել, կկարողանանք առանձին շենք ձեռք բերել, առանձին շենք ունենալ այս հավաքածուի համար։ Հայաստանի Հանրապետությունը, երբ որ ինչ-որ մի բան ասում է, դա շարունակական է։ Չի կարող լինել մի վարչապետի փոփոխելուց հետո նախորդի տրված խոստումը կամ նախորդի կայացրած որոշումը փոխվի։ Այդպես չէ, ու դա ժառանգական փոխանցվում է, չկա այդպիսի բան, անպայման փոխանցվում է։ Շատ մեծ աղմուկ բարձրացավ Թեհրանում, մոտ 100-ից ավել ստորագրություն հավաքեցին նկարիչները, արվեստագետները, եւ այդ այն ինչ որ հավաքվել էր, մենք իմ միջոցով Հայաստանի դեսպանության տրվեց։ Հայաստանի դեսպանությունը արտգործնախարարության միջոցով Տիկին Հասմիկ Պողոսյանին, որ մշակույթի նախարարը նախանձնեց, պատասխանը Տիկին Հասմիկին սա էր, որ քանի որ ես նախարար եմ, ոչ մի բան չի պատահի, բայց ոչ մի նախարար 1000 տարի չի մնացել։ Իմ վախը սա է, որ Տիկին Հասմիկից հետո ինչ է լինելու։ 168 ժամի 2005 թվականի հուլիսի 28-ի համարում տպագրվեց հետևյալ հոդվածը։ Հենրիկ Բախչինյանը Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրենն ասել է. Մարկոսի թանգարանի մի մասը վերնիսաժային ապրանք է։ Սա է ջիջը սոսկումի եւ սարսափի։ Մարդ այդքան տգետ չի լինի, որ սա համեմատի վերնիսաժի հետ։ Աշխարհում ծորակների նման հավաքածու չկա։ Դարձել է, որ Քրքորյանը չեմ, բայց իմ բերածը պակաս չի։ Այս հավաքածուն անգին է։ Բայց ես ուղղակի կթվեմ փաստերը։ Մարկոյի հավաքածուի ժամանակագրությունը սկսվում է մեր թվարկությունից առաջ 4-րդ հազարամյակ եւ ավարտվում է 20-րդ դարով։ Մենք 4-րդ հազարամյակից Հիսուսից առաջ ունենք պարսկական ամլաշպեղումնավայրից Աստվածուհու արձանիկ։ Մենք ունենք հրաշալի մի փոքրիկ հավաքածու պարսկական Էլամի հարստության։ Էլամի հարստության արտեֆակտերը ցուցադրվում են Լուվրի թանգարանում։ Մենք ունենք առաջինից երկրորդ հազարամյակի Լորիստանի բրոնզ։ Լորիստանի բրոնզի մեջ չքնաղ մի բան ունենք, 3 Գիլգամեշի արձանիկ ունենք։ Ոչ միայն Հայաստանում է սա բացառություն, այլ այնինչ ես թվում եմ Էլամի խեցեղենը կամ Լորիստանի բրոնզը, սրանք աշխարհի մեծագույն թանգարաններում պահվող հարստություններ են։ Շատ կարևոր մի հավաքածու է արևելյան արվեստի մշակույթի, որ Մարկոսը բերել է Հայաստան եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը ամեն րոպե պատրաստ է, որ այդ հավաքածուն վերցնի ու տանի ստեղից եւ չթողնի Հայաստանի։ Գորգի մասնագետի անունից եմ ասում, որ մենք կարող ենք ասել, որ մեր թանգարանը ունի հայկական գորգի հավաքածու։ Մենք ունենք հայկական հին խեցեղեն, լճաշենի խեցեղենի հավաքածու, որտեղ կան իրեր, որոնք բացառիկ են։ «1995 թվական Գառնի գյուղի մշակութային կենտրոնում նա հիմնում է գորգի արհեստանոց, որը ստեղծեց կործանման եզրին գտնվող գորգերի զարդամոտիվները փրկելու եւ դրանց վերածնունդ տալու համար։ Արեց շատ օգնություններ տվեց մարդկանց գյուղի, սպորտի բնագավառում, մշակույթի տան, անհատ մարդկանց, մարզիկների, որոնք հնարավորություն չունեին մասնակցելու մրցումների օգնեց։ Բոլորն էլ հարգեցին, սիրեցին այդ մարդուն։ Գառնեցի Անդրանիկը մեծ ոգևորությամբ պատմում էր մեկ այլ կտավի մասին։ Մարկոս Գրիգորյանի Գառնիի տան 4 փոքրիկ պատուհաններից երևացող Գառնու տաճարի մասին։ Պատուհանները յուրահատուկ ձևով պատրաստել էր Մարկոս Գրիգորյանը։ Իր տան վրա գրած էր կապի միջազգային կենտրոն։ Ինքը միշտ մտածում էր, որ պետք է Սփյուռքից, տարբեր երկրներից մարդիկ կան, մնան իր տունը, ապրեն իր տան մեջ եւ գործեն, ստեղծագործեն, ման կան։ Մի հատ տրադիցիա ուներ ինքը, որ
որ երկրից գալիս էին, իրան մի հատ դրոշ էին նվեր բերում եւ այդ դրոշները կախում էր այդ իր ամառանոցի պատշգամբից։ Ինքը սովորացնում էր ամեն ինչ, ասենք լավաշը ոնց չորացնել, կտրտել։ Մենք սովորում ենք Մարկոսից, պատը ոնց կարելի է թողնել, վրան կաչ չքսել, ուղղակի պատը թողնել տուֆը։ Երբ փոխադրվեցի ես Հայաստան 97 թվականին, մենք առաջին արտագնա համերգը մենք արել են Գառնիում հենց Մարկոս Գրիգորյանի ուրեմն տանը։ Եվ դա դարձավ ավանդույթ։ Գառնիի հանդեպ այս մեծ սիրո պատմությանն այսօր ընդամենը պահարանի մի փոքրիկ անկյուն է հատկացված։ Հուսադրող է։ Պահարանի վրա կան նաև Թումանյանի գրքերից։ Ինքը որ եկա մի հատ փեճատ էր սարքել, Գառնի։ Իրա սաղ շորերի վրա, իրա ինչի վրա ասես սա խփում էր, ուրախանում էր, ճակատին էր խփում, շորերին էր խփում։ Ինչ ընկնում էր իրա վերաբերող բաները խփում էր։ Ես Գառնեցի։ Եվ գրում էր, սաղ կարպետներով էլ գրում էր Գառնի։ Արվեստանոցը իր մայից հետո փակվեց, որտեղ ինքը այդ արվեստանոց ինքը բանը, այսպես ասած, հովանավորում պահում էր եւ այդ գորգերը գործելուց հետո տեղափոխվում էր Երևան թանգարանում կամ պահվում էր իր տանը։ Օգոստոսի 6-ին 7-15-ին անհետ քաղաքացու ծահազանգ է ստացվել ոստիկանության Արաբգիրի բաժին, որ Զարուբյան փողոցի թիվ 57 տանը ծեծի են ենթարկել 1924 թվականին ծնված Մարկոս Գրիգորյանին։ Մուտք գործելով տուն, բուդգործիքով հարվածել են Մարկոս Գրիգորյանի գլխին, ծեծել եւ հափշտակելով $200 դիմել փախուստի։ Ինքը այդ օրը կարծեմ հարսանիք էր գնաց, ինչ էր, ուշ երեկի մտել են խփելիները։ Ես միշտ գալիս էի, այդ քշեր չի մեկի, առավոտ նեկած արդեն միլիսեքսի շարված։ Հիմա չիմանալով գնացել են, այն կողից ջարդել են, դուրն եկել են ներս, այն կողից, հա։ Աստեղից ես փոքր բան ես ջարդել եշտ, ստեղից ջարդել են ռեչոտկա կանդիչի, են էլ ջարդել են մտել են ներս։ Մարկոս Գրիգորյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանության տրամադրած այս տեղեկությունները դեպքից օրեր անց հրապարակել է ազգը։ Հետաքննությունը կասեցվել է։ Ինձ ասեց, որ ես այլևս այդ տուն չեմ գնալու, հյուրանոց պիտի գնամ։ Այս դեպքից օրեր անց արվեստագետը մահացավ։ Մարիամ Աստվածածինն է։ Հետաքրքիր պատահականությամբ Մարկոս Գրիգորյանի վերջին ստեղծագործությունը։ Մոտ 3 տարի Մարկոսը մի քիչ վատառողջ էր, մինչ մահվան այդ դեպքը, եւ որևէ բան չէր նկարել։ Որոշեց, որ վաղ առավոտյան ես քեզ նկարելու եմ։ Ինձ համար բնականաբար շատ մեծ պատիվ եւ վաղուց սպասված ինչ-որ մի բան էր։ Եվ մոտ 1 ժամ 40 րոպե այդ շոկ ամռանը 2007 թվականին նկարեց, ստեղծագործեց։ Ինքը Նյութը անձը, հետո որ նայում էր ինչ է տեսքից, ասում էր, բայց ինձ չի նմանում, ասում էր, գիտես ինչ, ես քեզ չեմ նկարում, ես քո ներքինն եմ նկարում։ Եվ ասեց, ես այս նկարի անունը, այդ դա է շատ հետաքրքիր, որ ոչ թե Իվետ, այդպես կդնեմ, այլ Մարիամ Աստվածածին։ Մենք ուշացել ենք, չհասցրեցինք կենդանության օրոք գնահատել մեր կողքին ապրող արվեստագետին։ Կուշանանք եւս մեկ անգամ, թե կհասցնենք գնահատել այն ժառանգությունը, որը մեզ է թողել Մարկոս Գրիգորյանը։ Մենք ունենք մշակույթի նախարարություն եւ ունենք մեկ արժեք անձինս Մարկոս Գրիգորյանի, որը պետք է գնահատվի։ Իհարկե ունենք խնդիրներ, իհարկե շատ կուզենայինք, որ դա առանձին ցուցադրվեր, առանձին թանգարան լիներ, որի երազանք ուներ եւ Մարկոսը, որի հետ մենք շատ հաճախ քննարկել ենք։ Նախարարությունը ունի առաջիկայում այդպիսի նպատակ, որ ստեղծի հավաքածուների թանգարան։ Այդ պիտիները երևի օդի մեջ կմնա։ Հույսով եմ, որ այդպես չլինի, բայց դժբախտաբար շատ վատ վերջ ունեցավ։ Ես գիտեմ եւ լինելով նաեւ սփյուռքահայ եւ գիտեմ այն ապրումները, որ երբ դու քո կյանքի ամեն ինչով եւ ներքին աշխարհով եւ քո երազներով, քո իդեալներով այդ քո չունեցած եւ չտեսած
հայրենիքի համար այսպիսի մի քայլ ես անում, ինչպես որ Մարկոն արեց։ Եվ ամբողջ իր միջոցներով բնականաբար ոչ ոքուց ոչինչ չակնկալելով, բայց միայն մի բան՝ գնահատվել եւ պատշաճորեն դա ուղղակի ներկայացել, այդքան բան, որ միջև որս էլ չեղավ։ Թանգարանում հիմնականում փաստորեն տեղ են գտել հիմնականում Մարկոյի ստեղծագործական վաղ շրջանի գործեր, այսինքն Իտալիայում ուսանած շրջանի կտավները, որոնք ոչ այն առանձնահատկություններով բավականին տարբեր են ստեղծագործական ուշ շրջանի գործերից։ Եվ տան միջի պահված իրերը, ստեղծագործությունները հիմնականում միջին եւ ուշ ժամանակաշրջանի գործերն են, որոնք բերվել էին հենց Մարկոյի ձեռքով, Ամերիկայից էին տեղափոխվել Հայաստան եւ նա հույս ուներ, որ այդ ամենը ինչ որ մի կերպ կամ տուն թանգարանի վերածվեին եւ պահպանվեին կամ կար մի այլ նպատակ, որ տան հետևի հատվածում կառուցվեր Art Center։ Իսկ ինչ էր մտածում Մարկոսն իր մյուս ժառանգությունների մասին։ Կարող էր արդյոք նրան արժանավուն չգնահատողների հանդեպ ունեցած բարկությունը վերածվել իր հողի հանդեպ բարկության։ Ինքը մեկ տուն ուներ նախկին ամերիկյան դեսպանատան հետևի փողոցում, որ ուզում էր դա դարձնել թանգարան։ Ցավոք ծերտի իր մահից հետո չթողեց որևէ կտակ եւ դա ճակատագիրը հայտնի չի։ Հավատացած եմ, դեռևս էլ հավատացած եմ, որ անպայման կտակ է ունեցել, բայց միգուցե չի ունեցել։ Համենայն դեպս կար ժամանակին այդ թուղթը, մահվանից հետո ես տեսա այդ թուղթը, բայց քանի որ ըստ հայաստանյան օրենքների նոտարի հաստատմամբ չէր արված, դա որևէ ուժ եւ բան չուներ հետագայում իրականացնելու։ Տունը շատ փոքր է թանգարանի համար։ Դա քանի անգամ տարբեր արխիտեկտների հետ խոսացել ենք։ Տունը այս ապրանքներն էլ չի տանի տունը, որտեղ շատ փոքր սենյակներ են, հին արխիտեկտուրա։ Խոհանոցից մի հատված, սա ընդունելության սենյակն է իր տարբեր կատալոգներով, այսինքն բառին բուն իմաստով շատ մոտ էր թանգարանային ինչ որ վիճակ կարելի էր, այսինքն առանց փոփոխությունների թանգարանի վերածվեր։ Ասենք 350 մետրով վերցնենք 800,000-ի կա, մեկ քիչ էլ դեկորացիոն, էլեկտրականություն, էսեն, 1 միլիոնի խնդիր է, 1 միլիոնի խնդիրը մենք չեն կարող ունենալ։ Այդ հիմա մեկ քիչ կոմիտեներ չեմ փող հավաքեն, ֆոնդ հավաքեն, տնեն, ամենս միասին իրար օգնենք, գուցե մի բան դուրս գա։ Մարկոն Աշվից նա նկարի շատ մեծ նկարը, 12 կտորակարծեն, ամենը լավը, եթե էտի ծախվեր, որտեղ մեծ կտորա, շատ կհեշտանալ խնդիրը։ Այդ մտավախությունները հակառակ ճակատագիր ստացան, որտեղ հիմա բառին բուն իմաստով միայն թանգարանի գործերն են, որ ապահով ձեռքերում են, գոնե այժմ, հետագայում չգիտենք ոնց կլինի, բայց տան, ասենք, գործերից մենք բոլորովին տեղյակ չենք։ Մենք ժառանգներին առաջարկեցինք, որ տունը հանձնեն Հայաստանի Հանրապետությանը, մենք այնտեղ բացենք թանգարանը, այսինքն մեզ պետք է հիմա մի հատ տարած, որտեղ կարողանանք ցուցադրել Մարկոս Գրիգորյանի հավաքածուն։ Ուզում են խոսողները, որ ամեն ինչ Մարկոն տվել է, մենք էլ տունը տանք, ու երթանք։ Դժբախտաբար դա չի եղել։ Իմ ինքն է տեսնել իմ ամբողջ կյանքով իմաստավորված հավաքածուն մայր հայրենիքում։ Սա այնքանով է ինձ պատկանում, որքանով որ յուրաքանչյուր հայի։ Անկեղծ ասած ես կուզեի, որ հոլիվուդյան ֆիլմերում, կինոներում happy ending կա, չէ՞։ Բայց ճշմարտությունը սա է։ Հողն է, որ իր մեջ կրում է արարման ու վերջին հանգրվանի խորհուրդը։ Մարկոս Գրիգորյանի շիրիմին այցելողները հավաստում են, որ նա շարունակում է ստեղծագործել։ Շիրիմը մծածկող հողաշերտը իր ստեղծագործությունների նմանությունն ունի։
Տեղեկատվությունը տեղադրված է։ Հուսանք, որ մյուս անգամ այս անունը համացանցում փնտրելիս կհանդիպենք հետևյալ վերնագրերով նյութերի. Մարկոս Գրիգորյանի կերպարվեստը, Մարկոս Գրիգորյանի գորգարվեստը, Մարկոս Գրիգորյանի հողարվեստը, Մարկոս Գրիգորյանի հավաքածուն կամ Մարկոս Գրիգորյանի հավաքածու եւ ստեղծագործությունների թանգարան բացված է սեփական տարածքում, Մայր հողի վրա։